Որն է համայնքապետարանների ամենասիրելի գնման ընթացակարգը եւ ովքեր են համայնքապետարաններին ծառայություններ մատուցում, ինչպես պետական գնումների գործընթացում խուսափել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից։ Ֆակտոր TV-ի տաղավարում կազմակերպել են քննարկում, որին մասնակցում են Սուսինա Խաչատրյան, Ինֆոկոմի լրագրող, Սևադա Ղազարյան, Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության գնումների մոնիտորինգի մասնագետ, Դավիթ Խաժակյան, Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ, Երևանի ավականու նախկին անդամ, Տիգրանուհի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ եւ Մհեր Բեջանյան, Երևանի ավականու հանրապետություն խմբակցության անդամ։ Պարոն Ղազարյան, թերևս ձեզնից սկսենք, ինչ ընթացակարգերով են այսօր առավել շատ գնումներ կատարում համայնքապետարանները։ Իրականում համայնքապետարանները որևէ կերպ չեն տարբերվում կենտրոնական իշխանության մարմիններից իրենց գնումների բազմազանության առումով ու կարելի է ասել պահպանում են նույն համասությունը, ինչ որ պետական մարմինների դեպքում, այսինքն մինչև 5%։ Աշխատում են հնարավոր քիչ գնումներ իրականացնել մեկ անձով, հիմնականում կատարում են գնանշման հարցում եւ էլեկտրոնային աճուրդ տարբերակներով, խոշոր գնումների դեպքում արդեն բաց մրցույթ են հայտարարում, որովհետեւ դրա համար քիչ ավելի շատ աշխատանք ու ժամանակ պետք է անցկացնել, բայց խնդիրը կայանում է նրանում, որ համայնքապետարանների կազմակերպված մրցույթների դեպքում հիմնականում տեսնում ենք սիմետրիա գնանշման հարցում ընթացակարգի դեպքում կա ընդհանրապես հիմնականում լինում է մեկ մասնակից ու շատ հաճախ չեմ ուզի ասել կեսից շատ դեպքերում, բայց շատ հաճախ այդ մասնակիցը մշտապես մասնակցում է այդ նույն համայնքի գնումների գործընթացին, մշտապես հաղթում է այդ մրցույթներում ու ինքը ինչ որ մի կերպ կապված է այդ համայնքի որևէ պաշտոնի հետ։ Հիմնականում ոչ համայնքի ղեկավարի, բայց իր տեղակալի ավականու անդամի կամ ինչ որ մի պաշտոնի ընտանիքի անդամի հետ է կապված կամ հենց ինքն է հանդիսանում այդ պաշտոնին։ Հիմնական խնդիրը համայնքապետարանի հետ կապված է, որ ակնհայտ կարելի է տեսնել բոլոր համայնքներում։ Սուսինա, դուք Ինֆոկոմը մի քանի հրապարակումներ է վերջին շրջանում արել, որոնք հենց վերաբերում են գնումների, շինաշխատանքների տեխնիկական հսկողության խնդիրներին, առհասարակ ձեր լրագրողական պրակտիկայում որոնք են այն հիմնական խնդիրները, որոնց դուք եք հանդիպում ձեր պրակտիկայում։ Ինֆոկոմը դեռ 1-1.5 տարի է ինչ ակտիվ կերպով լուսաբանում է պետական գնումների գործընթացները, մասնավորապես համայնքային գնումները։ Դեռ 1 տարի առաջ իմ գոլեգան Երևանի քաղաքապետարանի կազմակերպած ընթացակարգերի մասին էր գրել, երբ որ փոսալցումներ, Երևանի փոսալցումների մասին էր գրել, ակտիվ գնացել էր, նկարել էր, ուսումնասիրել էր եւ պարզել էր, որ այն աշխատանքը, որը կատարել է այդ ընկերությունը, շատ արագացված կերպով այդ փոսերը վերադարձել են իրենց նախկին տեսքին եւ նաեւ գրել էր տեղհսկողների մասին։ Եվ ուշագրավ է այն փաստը, որ համայնքը բաժանված է եղել, երբ որ ուսումնասիրել էր, ստացվել էր այն պատկերը, որ համայնքը բաժանված է եղել երկու մասի եւ երկու տեղհսկողներ, որոշ վարչական շրջաններում մի տեղհսկող է իրականացրել այդ աշխատանքները, տեխնիկական վերահսկողությունը այդ աշխատանքների, մյուս մի քանի վարչական շրջաններում մեկ այլ։ Եվ ուշագրավ է այն փաստը, որ այդ տեղ հսկողություն իրականացնող ընկերությունները նախահաշվարկային գնից բազմապատիկ ցածր գին էին առաջարկել եւ հաղթել էին այդ մրցույթները։ Դրանից որոշ ժամանակ անց, արդեն երբ ես էի համայնքային գնումներում ուսումնասիրություն անում պետական գնումները, Արթիկ համայնքում ես տեսնում եմ այդ նույն տեղ հսկող ընկերությունների անունները եւ իրական շատ պատահական առաջին հայացքից հատուկ չէին կընտրել, որ հենց պետք է տեղ հսկողների գնումները ուսումնասիրեինք, այնտեղ ավելի խոշոր դեպք կար, երբ որ Արթիկ համայնքում ասֆալտապատումների հիմնական աշխատանքները կատարել է ավականու անդամի փոխկապակցված, այս դեպքում ավականու անդամն էր այդ ընկերության տնօրենը։ Այդ ընկերությունները իրականացրել այդ աշխատանքները եւ հետաքրքիր էր տեսնել, թե այդ աշխատանքների տեխնիկական հսկողությունը ով է անում։ Ուսումնասիրելով պարզ դարձավ, որ կոնկրետ այդ մի տեղ հսկողն էր, որի անունը որ հանդիպել ենք արդեն դեռ 1 տարի առաջ Երևանում կատարվող աշխատանքների ժամանակ։ Հիմնական խնդիրները որպես այդպեսին շատ կարևոր է, ասեմ, ընթացակարգերում ուշադիր լինել այդ ընկերությունների վարքագծին, ինչպես են իրենք մասնակցում գնումների գործընթացներին, ընթացակարգերին, ինչպես են անում իրենց գնառաչարկները, հնարավորության դեպքում իրենք սակարկում են այդ գնառաչարկները, թե չեն սակարկում, եւ ինչքան շատ ենք ուսումնասիրել, այդքան ավելի հիմնավոր են դարձել այն կասկածները, որ որոշ ընթացակարգեր, որոշ ընկերությունների դեպքում, որոշ իրավիճակների դեպքում գրում են ֆիկտիվ բնույթ կամ
համաձայնեցված մրցակցության տեսանկյունից են կազմակերպված, այսինքն մի քանի ընկերություն մասնակցում, բայց իրենք նախորդ գիտեն, որ ընտրվելու է այդ մի ընկերությունը։ Իրենք ուղղակի ավելի բարձր գնային առաջարկ են անում, ճակերտավոր ընտրված ընկերությունը ավելի ցածր գին է առաջարկում եւ ինքը հաղթում է։ Կոնկրետ այդ տեղ հսկողի դեպքում առաջին շոկային բանը որ տեսա 50 միլիոն դրամ շինարարական աշխատանքների համար տվյալ տեղհսկողի հետ համայնքապետարանը պայմանագիր էր կնքել 10000 դրամով երկու չափաբաժին ամեն չափաբաժինը 5000 դրամ Շնորհակալություն Պարոն Խաչատյան այ այստեղ մենք ինչ խնդիր ունենք երբ տեղհսկումը իրականացվում է բավականին ցածր գնով եւ ձեր կարծիքով ինչպիսին պետք է լինի կատարված հա մատուցվող ծառայության եւ այդ տեղհսկման արժեքի հարաբերակցությունը կարող է 50 միլիոն գնման համար լինել 5000 կամ 10000 դրամ Եկեք հասկանանք պատճառը ինչու է որ այդ կազմակերպությունները տեղհսկողություն իրականացնելու համար չափից շատ ցածր արժեք են ներկայացնում, որը եթե անգամ հաշվենք ուղևորափոխադրման արժեքը այդքան չի գալիս։ Տրամաբանությունը շատ պարզ է, յուրաքանչյուր շինարար, որը մասնակցում է տենդերին, նաև իր հետ հրավիրում է տեղհսկողի, այսինքն վճարում է տեղհսկողին իր ունեցած միջոցներից, որպեսզի նա գա մասնակցի տվյալ մրցույթին եւ ֆիզիկական ոչ ներկայություն ունենա, ոչ էլ փաստացի աշխատանքը կատարի տեղհսկողության։ Այդ պարագայում նա պայմանական, եթե 50 միլիոն դրամի մրցույթ է իրականացում, 50 միլիոն դրամի աշխատանք, նա կարող է կրճատելով, անորակ ինչպես տեսնում ենք ամեն օր, անորակ աշխատանք կատարելով խնայել 20 միլիոն դրամ։ Եվ հետեւաբար ինչն է խնդիրը՝ մի քանի միլիոն դրամը չտալ տեղհսկողին, որ նա աչք փակի, եւ վերջում էլ համայնքը բնականաբար պետք է ընդունի այդ աշխատանքը, որովհետեւ տեսնում ենք նաեւ ոչ միայն Երևանի, մյուս բոլոր համայնքների կողմից իրականացվող աշխատանքները։ Այս պարագայում տեղհսկողների հսկողությունը անհրաժեշտություն է, որովհետեւ ի տարբերություն շինարարություն իրականացնողների այնտեղ գոնե բանկային երաշխիքի հարց կա, նման բաներ կան։ Այս պարագայում տեղհսկողները այսպես շատ ավելի հասանելի միջոցներով կարող են գալ, կամ եթե նույնիսկ պետք է ներկայացնեն բանկային երաշխիք, այդ բանկային երաշխիքը ներկայացվում է շինարարական կազմակերպության կողմից, եւ ստացվում է, որ վերջին օղակը, որը պետք է աշխատանքը ընդունի, դա քաղաքապետարանի որևէ ստորաբաժանումն է եւ հեչ պարտադիր չի, որ օրինակ համայնքապետի հետ կապված լինի տվյալ գործարքը, որովհետեւ մրցույթը հայտարարվում է եւ այդ հայտագրերը տրվում են կոնկրետ ստորաբաժանման կողմից, ինչ որ կազմակերպության կամ վարչական շրջանի կողմից եւ բնականաբար շահառունել իրենք են, հսկողն էլ վերջում իրենք են, ինչ որակ էլ լինի, իրենք են վերջնական ընդունող կամ չընդունողը։ Եվ խնդիրը կարծում եմ այստեղ է, որ տեխնիկական բնութագրերի առումով որևէ բարեփոխում այդպես էլ չիրականացվեց եւ ցանկացած մրցույթ հայտարարելիս տվեք ինձ հնարավորություն գրելու տեխնիկական բնութագիր, որով կարող է հաղթել միայն կոնկրետ կազմակերպություն։ Ձեզ կթվա թե դա մեկ անց չի, բաց մրցույթ է, բայց մի կազմակերպություն է մասնակցում, որովհետեւ այնպիսի տեխնիկական բնութագիր է գրված, որ այլ կազմակերպություն չէր էլ կարող մասնակցել։ Շնորհակալություն Տիկին Խալաֆյան, ինչ անել, որպեսզի պրակտիկայում չունենանք այս խնդիրները եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթների մեջ մտնում է ոչ միայն արդեն իսկ կոռուպցիոն ռիսկերը բացահայտելը, այլ նաև կանխելը որոշակի կոռուպցիոն ռիսկեր, մինչև հա որևէ դեպք տեղի կունենա կոռուպցիոն։ Այս առումով ինչ անելիք ունի կոռուպցիայի հանձնաժողովը եւ արդյոք խնդիրները օրենսդրության թե պրակտիկ մակարդակում են ավելի շատ։ Շնորհակալ եմ, գործընկերները տարբեր ասպեկտներից անդրադարձան գնումների ոլորտում ընդհանուր առկա խնդիրներին։ Հանձնաժողովի տեսանկյունից գիտեք, որ նաև 24-25 թվականին իրականացված վարորդային պրոցեսների եւ պրակտիկայի արդյունքում ամենամեծ խնդիրը եղել էր հատկապես համայնքներում համայնքապետի, ավականու անդամի կամ համայնքում որևէ պաշտոն զբաղեցնող անձանց հետ փոխկապակցված առևտրային կազմակերպությունների մասնակցությունը, ընդ որում թիվեական աճում է նաև ներկայում, այսինքն այնպես չէ, որ հանձնաժողովի վարորդային գործընթացների արդյունքում պրակտիկան վերացել է, այլ քանի օրենսդրական կարգավորումները չեն վերանայվել, նշված ընկերությունները կարողանում են շարունակել մասնակցել պետգնումների եւ համայնքային գնումների գործընթացներին։ Կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից իհարկե շատ խոսվեց մեկ անձից իրականացվող գնումների մասին, բայց բնականաբար մեկ անձից բացի նույն գնանշման հարցման ընթացակարգը, որին կրկին միակ մասնակից է լինում եւ ըստ էության մրցութային է, բայց որևէ եղանակով չի տարբերվում փաստացի մեկ անձով տեղի ունեցող գնումների
ընթացակարգերից եւ փոխկապակցված անձանց մասնակցությունը ինքնին կոռուպցիոն ռիսկ է։ Ընդ որում հանձնաժողովի կողմից իրականացվող վարորդային process-ները նաև հանձնաժողովի գնահատմամբ բավարար չեն տվյալ ռիսկերը զսպելու կամ գնումների ոլորտում որևէ էական փոփոխություն անելու կոնտեքստում եւ նաև գիտեք, որ ֆինանսների նախարարությունը ներկայում շրջանառել է գնումների մասին օրենքի փոփոխությունների նախագիծ, որով ի թիվս առնի նաև կարգավորվում են շահերի բախման հարաբերություններ եւ նախատեսվում է որոշակի սահմանափակում փոխկապակցված ընկերությունների մասնակցության մասով, թեև նախագծային փուլում է եւ վերջնական տեսքով այս պահի դրությամբ չենք կարող ասել ինչպիսին կլինի նախագիծը, բայց կարծում ենք, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոնե հնարավոր կլինի զսպել նման գնումների իրականացումը, այսինքն առնվազն այն համայնքում, որտեղ անձը պաշտոն է զբաղեցնում, վերջինիս փոխկապակցված ընկերությունները չկարողանան այդտեղ մասնակցելու եւ բնականաբար հաղթող ճանաչվելու։ Բամբեջան, ձեր կարծիքով այս կարգավորումները կլուծեն խնդիրը կամ որոշակիորեն կկարգավորեն դաշտը եւ մի շարք մեղադրանքներ ըստ էության լսեցիք, արդեն որպես ավականու անդամ ինչ ասելիք ունեք, ինչից են գալիս խնդիրները։ Շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, գնման ընթացակարգ, գնման մասին օրենք, առհասարակ այստեղ մենք ունենք խնդիր երկու կտորից՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ։ Մենք ունենք փոքր շուկա, չէ, գաղտնիք չի ոչ մեկի համար։ Մենք խոսում ենք փոխկապակցվածությունից կամ մի հատ արդանալու սկզբունքով, հա, փոքր շուկա, այսինքն ինչքան բացվում է ավելի գնման ընթացակարգ, ավելի մասնակիցները շատանում են, հավանականությունը, որ այդ մասնակիցներից ինչ որ մեկը փոխկապակցված կլինի որևիցե պաշտոնատար անձի հետ, մեծանում է, ինչը տրամաբանական է։ Ու կարող է եւ նույնիսկ մասնակցի չիմանալով, որ փոխկապակցվածություն կա։ Կարող ենք արդարացնել այստեղ, այսինքն միտում չտեսնել դիտավորություն փոխկապակցության առումով։ Կարող ենք նաեւ մեղադրել, ասել թե տեխնոլոգիա գրելուց նույնիսկ ոնց որ պարոն Խաչատրյանը նկարագրեց այդ կարել տերմինն օգտագործում է, տեխնոլոգիա կարել են հստակ այս ապրանքի համար, որ այդ փոխկապակցված անձը գա մասնակցի։ Այսինքն այդ գործողությունը, որ տեղի է ունենում փոխկապակցվածության առումով, դրա համար գոյություն է պատկան մարմին, տեսչական մարմինը, ով ուսումնասիրում ու հասկանում է այդ ի վերջո փոխկապակցված անձը ուղակի եկել էր մասնակցում էր մրցույթին, ցածր գին առաջարկեց, հաղթեց, եկավ ծառայությունը մատուցեց կամ ապրանքը մատակարարեց, թե միտում կար։ Տեղհսկման մի քիչ կարող է երկար լինի, բայց տեղհսկման առումով էլ, հա, մենք ասում ենք տեղհսկումը մենք ցածր ենք վարձատրում, դրա համար տեղհսկումը ինքը ֆիկտիվ բնույթ է կրում, բայց չէ որ մենք օրենքով սահմանված ունենք, որ եթե տեխնոլոգիային համապատասխանում են, հաղթող է ճանաչվում ամենացածը գին առաջարկողը։ Նույնիսկ եթե մենք առաջարկենք, որ տեղհսկման գինը բարձր լինի, բարձրացությունը, ելի կարող է ցածր առաջարկ գալ գնի, ու մենք դրանով չենք կարողանում կանխել, որ ինչ որ մի հատ ֆիկտիվ կազմակերպություն այն շահող մասնավոր կազմակերպության հետ փոխկապակցված ֆիկտիվ կազմակերպություն գա ու տեղհսկումը վատ իրականացնի։ Հետո պատասխանատվությունը բնականաբար ընկնում արդեն համայնքի վրա, Երևանի դեպքում վարչական տարածքների, քաղաքապետարանի վրա։ Այսինքն մենք ունենք խնդիր թե օրենքի առումով, որ օրենքը հանել չես կարող գնման մասի օրենքը, պետք է գործի, բայց այդ օրենքը փոքր շուկայի պարագայում խնդիրներ են ստեղծում։ Մի օրինակ բերեմ դենց տեխնիկայի ապրանքի ձեռք բերել, ասենք ունենք պայմանական ձեր ստուդիայում ունեք 4 կամերա Sony ֆիրմայի։ Ուզում եք 5-րդը ձեռք բերել։ Ոնց անեք։ Եթե դու գտնում եք մրցույթի տեխնոլոգիային ինչպես էլ գրես, կամ պիտի կարես, որ Sony կարողանաս ձեռք բերել, կամ հավանականություն, որ Sony ձեռք կբերես, շատ ցածր է։ Sony-ով ձեռք բերել։ Գնաց մեկ անձ արդեն։ Ոչինչ, բայց հիմնավորված են շնորհակալ։ Երբ որ հիմնավորումները շատանում են, արդեն կասկածը մեծանում է, որ այս մարդը ամեն ինչը մեկ անձով է ձեռք բերում, տոկոսը մեծանում է։ Այսինքն կա այստեղ օբյեկտիվ կտոր, որ իրականում ստիպված ես այդ մեկ անձը ոչ թե դու միտում նա որ ուզում ես օրենքի խախտումով կամ փոխկապակցած անձից ձեռք բերել, այլ օբյեկտիվորեն օրենքի շրջանակներում գործելու համար դու խնդիր ունես, որ պետք է գնաս մեկ անձի։ Միտքս դա էր։ Ես կարող եմ հակադարձել պարոն Բեջանյանին, երբ որ ասում եք ամենացածր գին առաջարկողն է միշտ հաղթում, ոչ, գնումների մասին օրենքում դա միշտ այն առաջին կետն է, որ նույնիսկ համայնքներն են մեզ բարձաբանում, միշտ առաջ են բերում ամենացածր գինն է առաջարկել, դրամ էլ հաղթել է։ Բայց իրականում կա գին որակ հարաբերակցություն ու եթե տեսնում ես համայնքը տեսնում է շատ ցածր գին է առաջարկել, ինքը պետքա մի հատ նաև հասկանա իր առաջարկած այդ գինը համապատասխան է այն որակին, որ ինքը պետքա տա տվյալ աշխատանքը կամ ծառայությունը մատուցելու համար։ Իսկ մեր գնումների մասին օրենքի իրականում այնքան ճկուն է, որ օրենքի տառին համապատասխան կարելի է ընթացակարգ կազմակերպել, անել, հաղթել, բայց դրա ներսում լինեն թե շահերի բախում, թե կոռուպցիոն ռիսկեր։ Այդ ես հասկանա, ինչպես պետք է տեղի ունենա, ինչպես պետք է հասկանա։
Արդեն մրցույթը կայանալուց հետո, ծառայությունը մատուցելուց հետո, ընթացքում թե մինչև։ Իհարկե ընթացքում, այսինքն եթե ես նայում եմ կարդում եմ բոլոր արձանագրությունները, ինձ մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ տվյալ ընթացակարգում ընկերությունները, այն մասնակից ընկերությունները կամ նախահաշվարկային գնին շատ հավասար գին են առաջարկում, կամ ինչ-որ մեկը ասենց շատ տարբեր է առաջարկված գները, ինձ մոտ ամենայն դեպս որպես լրագրող եւ որպես քաղաքացի հարց է առաջանում, այդ ո՞նց է այդպես ստացվում։ Կան ընկերություններ, մի քանի մրցույթներ լինում տարբեր չափաբաժիններով, նույն ընկերությունները մասնակցում են, ամեն ընկերություն մի չափաբաժնի համար ավելի ցածր գին է առաջարկում։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարծեմ 21 թվականի եւ նաեւ 22 թվականի Երևանի քաղաքապետարանի մի քանի հիմնական էլի ասֆալտապատման, փոսալցման եւ նաեւ ասֆալտապատման ընթացակարգերի հետ կապված էլի վարույթ էր հարուցել, որովհետեւ մի քանի շինարարական ընկերություններ մասնակցել էին դրանց եւ էլի լիքը խախտումներ էր արձանագրել այդ թվում աշխարհագրական տեղաբաշխումը, երբ որ կոնկրետ ընկերությունը հաղթել է այն վայրում, որտեղ իրեն ավելի հարմար է, եւ նաեւ այդ չափաբաժիններում գնառաչարկների տարբերության հետ կապված։ Բայց եկեք այդտեղ արձանագրենք, որ մրցութային հանձնաժողովը որևէ գործառույթ չունի արգելելու որևէ կազմակերպությանով ցածր արժեք է տալիս չմասնակցելու, նույնիսկ եթե դա կասկածելի գնում է, եթե ինքը տեսնում է, որ ակնհայտ նախահաշվից էլ ցածր է, հնարավոր չի ինքնարժեքի իմաստով դրանից ցածր գնում տալ, չի կարող մրցութային հանձնաժողովը կամայականորեն չեղարկել այդ մրցույթը, այսինքն մրցույթը գնում է, վերջում ինքը չի իրականացնում։ Դրա համար մեզ չհաղթել, չէ՞, մրցութային հանձնաժողովը որոշել, չի կարող ինքը պարտավոր է շնորհել հաղթող նվազագույն արժեք տվածին, հատկապես եթե տեղ բնութագրի մասին ենք խոսում։ Ինչ վերաբերում է, եթե ինչ որ ապրանքի գնման դեպք է, երբեմն լինում է, որ նախատեսում են, որ այս ապրանքի նմուշը պետքա գնահատվի, տրվի, ասենք, չափագրման, որպեսզի պարզ լինի բավարարումը տեղ բնութագրին թե ոչ, բայց այդ տեղհսկողության պարագայում չես կարող դա գնահատել։ Տեղհսկողության պարագայում այլ դեպք պետքա լինի։ Ես կարծում եմ, որ պետքա բարթացվեն տեղհսկողության պայմանները եւ հավելյալ համայնքի լիազորություն սահմանվի, որ համայնքը լիազորություն ունենա գնահատելու տեղհսկողին եւ սև ցուցակ ուղարկելու եւ մեծ գումար պահելու։ Այդտեղ իհարկե հարցը նրանում է, որ տեղհսկողության արժեքը բավականին ցածր է եւ շատերը այդ պատճառով չեն մասնակցում, բայց եթե դրա արդյունքում պիտի տուժի այն շինարարը, որ վճարում է այդ տեղհսկողության դիմաց, તો նա տուժի։ Ղազարյան, դուք ինչ ասելիք ունեք որպես Եթե դուք տեղհսկողության մասին մի դիտարկում անեք, տեղհսկողությունը իրականում ինչ է իրենց ներկայացնում։ Ենթադրենք պետությունը պատվիրակում է որևէ ճանապարհատվածի շինարարություն, որի արժեքը ենթադրենք 1.5 միլիարդ դրամ է, տեղհսկողության համար ենթադրենք 20 միլիոն դրամով կազմակերպությունը շահում է ու իր գործառույթները ինչումն են կայանում։ Ինքը պետք է ամեն օր լինի շինարարապարակում, կատարի գրառումներ գրանցամատյանում, պետք է ստուգի բերվող ենթադրենք ասֆալտի մարկան, որը պետք է մատակարարը բերի ամեն անգամ փորձաքննության անցած նմուշների փաստաթղթերով հիմնավորի, դա հենց այն ասֆալտն է, որը որ տեղ բնութագրով պահանջում էր։ Մի խոսքով պետք է ինքը ողջ շինարարության ընթացքում առավոտից երեկո լինի շինարարության հրապարակում ու պետքա լուրջ աշխատանք իրականացնել։ Ու երբ որ այդ տեղհսկողը 1.5 միլիարդ դրամանոց շինարարությունը կամ ճանապարհաշինությունը հաղթում է 10000 դրամով, ստեղ ես համաձայն եմ պարոն Խաչակյանն այն առումով, որ չեն կարող իրեն չտալ, չնայած նվազագույն գին հասկացություն գնումների մասին օրենքում ուղղակի գոյություն չունի, չեն կարող չտալ, որովհետև դե հիմա ամենահավասար պայմաններում ինքը ամենացածր գինն է տվել ու մեր հանձնաժողովները չունեն այդ որակավորումը, որովհետեւ արժեք առաջարկը գնահատեն։ Մենակ կարողանում են գնով որոշել իրավունքեր չունեն։ Ունեն գնահատելու իրավունք։ Գնահատելու իրավունք իրենք լավ ունեն, կախված նրանից թե իրենք ինչպես է որոշում։ Նման լիազորություն հանձնաժողովը չունի օրենսդրական առումով։ Կարող է հայտերը բավարարել կամ Պարոն Խաչակյան, օրինակ գնումների նոր համակարգի ձեռքբերման մրցույթում հանձնաժողովը ես գուցե տոկոսները սխալեմ, բայց 30% տրված է գնին, 70%-ը առաջարկին, այսինքն հանձնաժողովը ինքն է որոշում, թե ինչ բալով գնահատի այս մասնակցի գնառաչարկը գնի առումով եւ բնութագրի առումով։ Հետեւաբար վերջում կարող է շատ ավելի թանկ գնառաչարկ ներկայացնել մասնակիցը հաղթել։ Այսինքն ընդհանրապես կամայական բան է դա։ Ինչպես ժամանակակերու լծակ, որպեսզի այդ ցածր գին առաջարկողը հանձնաժողովը ինքնուրույն կարող է որոշել ինքը ինչ գնառաչարկով որ մասնակցին հաղթող շնորհի, բայց կարող է հանձնաժողովը վստահ չի, որ ինքը կարող է դա հիմնավորել։ Հանձնաժողովը որոշում է ամենաաշար տարբերակով գնա, ամենացածր գնահարարչարկին տալ հաղթող մասնակցին։ Դրա մասին չի խոսքը։ Բայց ինչու հանձնաժողովը չի կարող հիմնավորել, ինչու հանձնաժողովը չի կարող հիմնավորել։ Որտեղ չունեն բավարար կոմպետենցիա, հա։ Օրինակ դեպքեր կան, երբ որ հանձնաժողովը ասում է, մենք հանձնաժողովին հարցնում ասում ենք, դուք տեսել եք, որ փոխկապակցված անձիկ նույն մասնակցություն մրցույթին են մասնակցել, որ օրինակ խախտում են, ինչ է կարել։ Ասում է, հա, մենք տեսել ենք։ Ոչ բան չեն արել։
Որտեղ հանձնաժողովը ստորագրում է շահերի բախման մասին հայտարարություն, որը վերաբերում է բացառապես ազգականներին, հանձնաժողովի անդամների։ Չէ, շահերի բախումը նկատի ունեմ նույն մասնակիցը երկու տարբեր ընկերություններում մասնակցել նույն գնման գործընթացին։ Ու եթե թույլ կտաք, ես նաև գնների մասին օրենքի մասին խոսեմ։ Գնների մասին օրենքը թեև վստահ եմ ունի բաց է, ինչպես ցանկացած օրենք, որոնք ժամի ընթացքում փոփոխվում են, ժամանակներն են փոխվում, բայց խնդիրը ավելի շատ ոչ թե օրենքի բացերն, այլ դրա իմպլեմենտացիան, որովհետև դրա ամենավառապացույցն է, որ մենք միշտ այսօր չունենք գնների մասին գնումների գործընթացում չարաշահմար թույլտված որևէ պաշտոնի նկատմամբ քրեական գործադատարանի ուժի մեջ մտածոճիր, դա նշանակում որ 35 տարվա ընթացքում կամ մեր բոլոր պաշտոնները իդեալական են աշխատել, կամ իրավապահ համակարգը չի գործում ըստ արժանուին, հա, այսինքն իրավապահները ուղղակի գնումների մասին օրենքում կատարած չարաշահումները ականջ հետև են գցում, մեկ-երկու դեպք գիտենք, որ այս բանը ինչ-որ քննվում են, բայց դրանք գնումների մասին օրենքի հետ այդքան էլ ըստ էության կապ չունեն, ու դրանք ավելի շատ քաղաքական բնույթ են կրում, քան հենց տնտեսական կամ հենց գնումների ոլորտում կապված չարաշահումներով են, հա, խնդիրները։ Ես ուզում եմ ճանապարհաշինության հետ կապված մի բան ասել, որ մեզ այնտեղ ընդհանրապես այդ տեղհսկողությունն էլ պետք չի։ Մենք ճանապարհաշինության, ասեմ, ճանապարհաշինության մրցույթը մենք իրականացնում ենք այն կանոնակարգումներով, ինչ որ կար մինչև 2018 թվականը։ Կան ասֆալտ անեն, տեղհսկողը ստորագրի, վերջ։ Ցանկացած քաղաքակիրթ երկրում հիմնարար գոնե աշխատանքները, հիմնանորոգումները, եթե ոչ փոսալցումները, իրականացվում է երաշխիքային ժամկետով։ Հրավիրեք ցանկացած շինարարի, որ առանց որևէ հսկողության պետք է երաշխիքը տա 5 տարվա, որը սահմանվում է նաև բանկային երաշխիքներով, որոշակի գրավադրումներով, եւ թող ինքա կատարի այն աշխատանքը, որը ուզում է կատարի։ Եթե մի ամիս հետո դա պետք է քանդվի, ինքնա պատասխանատու լինելու, ինքնա ավել բանալ։ Հիմա այդպես մի տարվա, ամեն տարի 3 տարվա, բազագունի 3 տարվա։ Իսկ այդ սպասարկումը, ամեն տարի մենք նույն բաները հիմնանորոգում ենք անում, միջին նորոգում ենք։ Փոսալցման մասին չի խոսքը, բայց հիմնական աշխատանքները ասֆալտապատում որ կատարվում են, գոնե քաղաքերում տեխնոտագերը նայել են։ Եվ որն է ժամկետը։ Բազագունի 3 տարի պարոն Խաչակյան։ Եվ ոնց է լինում, որ այդ նույն փողոցը հետո միջին նորոգման աշխատանքը նորից մրցույթի է դրվում։ Եթե նորից մրցույթ է դրվում, դա արդեն պատվիրատուի խնդիրն է, պատվիրատուի համապատասխան պաշտոնի նկատմամբ պետք է գործ հարուցվի, որովհետև ինքը միջոցները վատնել է, բայց դա չի նշանակում, որ տեղհսկող պետք չի, կամ չի նշանակում, որտեղում է որ պարագայում, եթե ինչ որ պարագայում ասֆալտը վնասվեց, որ պարագայում որ պետք է երաշխիքը գործի, բոլոր ցանկացած պարագայում արտաքին շերտը վնասվել է։ Եթե իհարկե վեոլա ջուրը չի գնացել քանդել, մյուս բոլոր դեպքերում ասֆալտը անորական որից է կոմունիկացիայի ինչ որ փոփոխության համար գրվում քանդվում այդ ասֆալտը, հետո այդ քանդողն է վերանորոգում, այդ ասֆալտը պարտավոր չի կա։ Վեոլան անի, քանդողն է վերանորոգում, դրա մասին չի խոսքը, խոսքը նրա մասին է, երբ որ պատվիրատուն պատվիրատում է կոնկրետ ճանապարհահատվածի հիմնանորոգում կամ վերանորոգում, տեղ բնութագրում նվազագույնը 3 տարվա երաշխիք է սահմանված։ Դա նշանակում է, որ 3 տարվա ընթացքում ասֆալտը փոս ընկավ, ասֆալտը քանդվեց, ինչ որ խնդիրներ առաջացան, սպասարկման հետ կապված որևէ խնդիր առաջացավ, պատվիրատուն նորից գումար չի հատկացնում դրա համար, այլ մատակարարը կապալառուն իր միջոցներով պարտավորվում է դա վերացնել։ Պրակտիկայի մեջ դա չի կիրառվում, շատ հաճախ նաև այն պատճառով, որ երկարաժամկետ գրավ որպես այդպեսին չի վերցվում։ Եվ իրանց հիմնական հանձնում ընդունումը իրականացվում են, իրանց ներկայացված բանկային երաշխիքը ապա սառեցվում է վերջ։ Պրակտիկայի մեջ չի կիրառվում մի դեպք էլի։ Դուք պետք է մի դեպք բերեք, որտեղ հիմնանորոգված փողոցը 2 տարի անց վերանորոգվել է նույն կազմակերպության Եթե որևիցե հիմնական հիմնանորոգում կատարված աշխատալածք ինչ որ վնասվել ու երաշխիքով պարտավորված կազմակերպություն չգար չաներ, այդ ժամանակ եմ ասում բողոքը գար կհասներ, ես այդ դեպքի մասին կխոսեի, բայց եթե ըստ ընթացակարգի գնում աշխատում է մեխանիզմը, որտեղից օրինակ բերեմ։ Դուք պնդում եք անում, ասում եք չի աշխատում, պրակտիկա չի։ Վերցրեք Արշակունյաց պողոտան, կոնկրետ օրինակ եմ բերում։ Վերցրեք Արշակունյաց պողոտան Կոմիտասից, Բոսայգու դիմացից մինչև Հայրենիք կինոթատրոնի հատվածը, որը հիմա ամբողջությամբ ճաքապատ վիճակ է։ Երբ որ ճաքալացման աշխատանքա պատվիրվում, առանձին պատվիրվում է, առանձին ուրիշ կապալառու գալիս է բանը անում։ Այդ հիմնանորոգողն է եկել արել, ոչ։ Հիմնանորոգումը ո՞ր թվականին արվել։ 2022 ասենք։ Պարոն Խաչակյան, դա ամեն տարի սեզոնային սպասարկման մեջ չի մտնում։ Ինչպես։ Ամեն տարի առանձին քաղաքապետարանը փոխհատուցումների սպասարկում մրցույթ չէ։ Այո։ Խոսքը դրա մասին է։ Ես էլ եմ դա ասում։ Բայց դուք դեսկից ասացիք հիմնանորոգվող ճանապարհների մասին։ Բայց այսինքն ստացվում է հիմնանորոգումը արվում է մի կազմակերպության կողմից, հետո մեկ այլ կազմակերպության այդ նույն փողոցի մասին չի խոսքը, նույն փողոցի համար նորից մրցույթ չեն հայտարարում։ Որոշում, որ փողոցը պետք է փոխհատուցում արվի։
Վստահաբար ոչ ես, բայց ենթադրում քաղաքի տրանսպորտի վարչությունը է։ Եթե քաղաքի մասին է խոսքը։ Վարչական շրջանը։ Դե գուցե, բայց դա վեճի թեման դա չի, հա։ Դա ինչու՞ն է, եթե վարչական շրջանը Խալափյանին էլ հարցեր ուտել։ Ռոկման տակ երաշխիքի տակ է։ Խոսալցումը վարչական շրջանը չի որոշում։ Բա ով է որոշում։ Ով է որոշում։ Խոսալցումը ըստ բանի, ըստ բետեր քառակուսի։ Կոնկրետ քառակուսին չի։ Վարչական շրջանը կարող է ինֆորմացիան փոխանցել, թե որ հատվածում ինքն է որոշում, որ փոխանցել վերանորոգման կամ փոխանցման։ Պարոն, թույլ տվեք Տիկին Խալափյանին հարց ուղղել։ Տիկին Խալափյան, շատ դեպքերում լինում է, երբ որևէ ծառայություն, հա, ոչ պատշաճ որակի է մատուցվում, սակայն աչք ենք փակում այդ երևույթին, ոչ թե համայնքապետարանը աչք է փակում այդ երևույթի վրա, որովհետև համայնքապետին, ավականու անդամներին եւ այլ անձանց փոխկապակցված ընկերություններն են մատուցել ծառայությունը։ Այս պարագայում ինչ անել եւ երբեմն այն պնդումը, որ դե միայն այս ընկերությունն է, դաշտը փոքր է եւ այլն հնարավորություն չկա, որքանով է ողջամիտ, արդյոք չպետք է ստեղծել այնպիսի դաշտ, որտեղ հա ծառայություն մատուցող ընկերություններ ավելի շատ կլինեն, թե հավերժ պետք է սենց ասել, որ դաշտը փոքր է եւ մշտապես նույն անձանց պատվիրակել կատարելու նույն աշխատանքը։ Շնորհակալ եմ, ես հիմա իրականում կարող եմ ձեր նշած խնդիրները դրանց շարքը ավելացնել, այսինքն այն ինչ նշում եք բնականաբար արկա է ու գործընկերների բարձրացած մտահոգություններն էլ թե տեղ սպասարկման, թե նույն աշխատանքների հետագայում կրկնակի պայմանագրերի հետ կապված գործնականում ունենք նաև համայնքներ, որտեղ կազմակերպությունները, որոնք միակն են կոնկրետ ծառայության մատուցման, այդ թվում օրինակ շինարարականներ, գիտեք մեկ օրինակ Կապանի համայնքապետարանը, որի հետ կապված անդադ մեդիա հրապարակումներ են լինում, որտեղ համայնքապետի ընտանիքի անդամների մասնակցությամբ կազմակերպությունը որպես միակ ծառայություն մատուցող, միակ աշխատանք կատարող ընկերություն պարբերաբար հաղթում եւ կնքում է պայմանագրերը, նույն ընկերությունը մի քանի անգամ նաեւ քրեական գործերով է անցել, այս պահին դրանք ավարտված են, այսինքն գործերի արդյունքում պայմանագրի կասեցում կամ ընկերության գործունեության դադարեցում չկա, ինչի արդյունքում ընկերությունը, որտեղ առերևույթ կոռուպցիոն ռիսկեր կան կամ եղել են, շարունակում է գնումներին մասնակցել, ձեր նշած տարբերակներում իհարկե կարող ենք ընդհանուր գնումների ոլորտում ռիսկերը առանձնացնել, բայց հանձնաժողովի տեսանկյունից նաև հավելյալ ռիսկայնություն է հաղորդում այդ ամեն ինչին փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը, այսինքն խոսեցինք արտիքի գնումներից, արտիքի հետ կապված հանձնաժողովի պահին ունի նաև վարչական վարույթ հարուցած համայնքապետի նկատմամբ փոխկապակցված ընկերության ավականու անդամի հետ գործնական կապով կապված ընկերության պայմանագրի առնչությամբ, բայց նույն արտիկում շինարարական աշխատանքների արժեքը հիմա հստակ չեմ հիշում, բայց ստեղ սպասարկման պայմանագիրը կնքվել էր ընդամենը 950 դրամով, եթե չեմ սխալվում, գուցե պայմանագրի գումարը էլի մոտավորապես 50 միլիոն էր աշխատանքների, ավելի ցածր էր, բայց 950 դրամով, որի 70%-ը պետ բյուջեից էր վճարվելու, այո։ Այդտեղ անկախ այն հանգամանքից, որ փոխկապակցված ընկերությունն է պայմանագիրը կնքել եւ շինաշխատանքներ իրականացրել, առնվազն մտահոգիչ է, թե ինչպես 950 դրամով հնարավոր է ինչ-որ ծառայություն մատուցել, այդ օրինակ շինաշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնել, բայց դա հանձնաժողովի լիազորությունների տիրույթում չի առնվազն դրան անդրադառնալը։ Հանձնաժողովը բացառապես հնարավորություն ունի համայնքներում կոնկրետ համայնքապետի պաշտոն զբաղեցնող անձանց որոշումներն ու գործողությունները քննել շահերի բախման համատեքստում, եթե այդ գործընթացում օրինակ պարզվի, որ ներգրաված են այլ պաշտոնյաներ, ովքեր հանձնաժողովի սուբյեկտ են, հանձնաժողովը բնականաբար այդ կտրվածքով նորից կկարողանա քննություն իրականացնել կամ ուսումնասիրություն, բայց կարծում եմ այդտեղ նախ պետական վերահսկող մարմինները որոշակի լիազորություններ պիտի ունենան, ինչը կրկին խնդրահարույց է հաշվի առնելով արժեքի ցածր լինելը, այսինքն հիմնականում նույն իրավապահ մարմինները այն դեպքում են հսկողություն իրականացնում, երբ օրինակ արժեքն է բարձր կամ ռիսկային գնում, կամ օրինակ չգիտեմ, պետությանը դրա արդյունքում որոշակի վնաս է պատճառվել, մինչդեռ 950 դրամ արժեքով պայմանագրի պարագայում այդ վնասը առկա չի, ուստի նաև բավարար հսկողություն մարմինների կողմից իրավապահ չի իրականացվելու։ Այ ձեզ եւս մեկ հարց, շահերի բախման հնարավոր շահերի բախման մասին համայնքապետարանը պետք է նախապես տեղյակ պահի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որքանով մենք ունենք պրակտիկա, որ համայնքապետանները բարեխիղճ են գտնվում եւ նախապես դիմում են, ունենք այդպիսի գոնե մոտավոր վիճակագրություն։ Հանձնաժողովի գործունեության տեսանկյունից երկու առանձին ընթացակարգ ունենք, մեկը վերաբերում է բացառապես հայտարարություն տալու ինստիտուտին, այսինքն այն դեպքում, երբ որ պաշտոն զբաղեցնող անձի գնահատման բարգայական կարող արկա լինել շահերի բախում,
պարտավորվում է մինչև գործողության կատարելը դիմել հանձնաժողովի առաջարկը ստանալու եւ միաժամանակ հանձնաժողովը բացի վարչական վարույթի կոնտեքստում այդ հայտարարություն չներկայացնելը քննելը շահերի բախման առավելույթ խախտումների պարագայում ունի համապատասխան վարույթ հարուցելու այլ ընթացակարգ, օրինակ եթե ընթացակարգերը պահպանված չլինեն, բարձր արժեքով կամ որևէ գնումների տեսանկյունից հանցակարգային խախտման փոխկապակցված ընկերության հետ կնքված լինի, այդ պարագայում արդեն միայն վարչական պատասխանատվությունը չի, այլ նաև կարգապահական պատասխանատվության հիմք է եւ առանձին վարույթային process է իրականացվում։ Հանձնաժողովը գործնականում 2 դեպքերներ ունեցել է, վերջին 2 տարվա ընթացքում առավել գերակայել են հենց հայտարարություն չներկայացնելու դեպքերը, այսինքն հանձնաժողովը նախ ուսումնասիրել համոզվել է, որ ընթացակարգային առումով այդտեղ ամեն ինչ պահպանված է եւ միայն դրանից հետո քննարկել է այդ դեպքերը վարչական վարույթի համատեքստում։ Պիտի ասեմ, որ պրակտիկան որոշակիորեն փոխվել է, եթե 24 թվականին նախապես դիմելու դեպքեր չէինք ունեցել եւ միայն վարույթներով էինք սահմանափակվել, այդպես ասեմ, 25 թվականին մոտ 25-ից 28 դեպքով համայնքապետերը նախապես դիմել են հանձնաժողով, ներկայացրել են գնման ընթացակարգի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, հանձնաժողովը այն դեպքերում, երբ որ գնահատել է, որ ընթացակարգային առումով առավելույթ խնդիր առկա չէ եւ օրինակ կրկին միակ մասնակիցն է, ինչը այս պահի օրենսդրությամբ այլ հնարավորություն չկա նաեւ այլ միջոցով իրականացնելու, հանձնաժողովը առաջարկել է հանդես գալ շահերի բախման մասին հայտարարությամբ, դա սովորաբար հրապարակվում է համայնքապետարանի կայքեջում եւ նաեւ առաջարկում ենք, որ այն հրապարակելուց հետո առնվազն 1 տարվա ժամկետով այդտեղ պահպանվի, որպեսզի հնարավոր լինի թե հանրային հսկողության թե քաղաքացիների կողմից դրան ծանոթանալ։ Դրանից հետո մենք կնքվում են պայմանագրերը։ Քանի որ խոսենք հանրային վերահսկողության մասին, Ինֆոկոմը եւ Սուսինան, եթե չեմ սխալվում, հենց հրապարակում ուներ հենց այս հանրային վերահսկողության շրջանակներում դեպքեր բացահայտելու, երբ շահերի բախման մասին չէին հայտնել, խնդրում եմ, որ մանրամասներ։ Ես իրականում ուրախ եմ, երբ Տիկին Խալափյանն ասաց, որ այս տարի արդեն շատ են դեպքերը, երբ որ համայնքապետերն իրենք են ներկայացնում այդ հայտարարությունը, ու հարց առաջանում, ինչի առաջ դա այդպես չէր, մի պարզ պատճառով, որովհետև համայնքապետանում մարդիկ այդ օրենքի մասին տեղյակ չէին։ Երբ որ այդ դեպքերը բացահայտում ենք, հարցում ենք անում համայնքապետերին, հասկանալու իրենց դիրքորոշումը, թե ինչու չեն ներկայացրել շահերի բախման եւ վիճակի առաջացման այդ կոնտեքստում, իրենք մեզ պատասխանում են, որ հանձնաժողովի անդամները շահերի բախման հայտարարությունը լրացրել են, այսինքն նույնական են համարում, չնայած օրենքի շատ տարբեր կետեր են ու երկուսն էլ իրավաչափորեն պետք է նույն ձև պահպանել։ Տիկին Խալափյանը մի շատ լավ օրինակ բերեց 950 դրամի հետ կապված, երբ որ նայում ենք, ես շատ զարմացա, ինձ մոտ այնց հարց առաջացավ, այս 950 դրամով որ պայմանագիր են կնքել, այդ տեղհսկողը համայնքի բարեր արա, թե ոչ, այսինքն այդ մարդը պատրաստ է գրեթե անվճար, կարելի ասել անվճար, անել շատ մեծ ծառայություն ու այդ աշխատանքները կապված էին համայնքում մանկապարտեզի կառուցման աշխատանքներ, այդպես չէ ինչ-որ փոքր շինարարական աշխատանք էր։ Ու երբ որ հարցը առաջանում այդ մարդը բարեր արա, արդյոք ինքը սպասարկում է հանրային շահը, թե մասնավոր շահը, իսկ մասնավոր շահի հետ կապված հանրային ծառայության օրենքում կա առանձին կետ։ Ճիշտ եմ, չէ՞։ Այնպես որ հարցերը այստեղ շատ են եւ կարծում եմ, որ հենց պատասխանատու մարմինները պետք է հարցերի պատասխաններ տան, մեր գործը, ԶԼՄ-ների գործը այդ ամեն ինչի մասին խոսելն է, ցույց տալը, բայց գնահատական տալը դա արդեն մեր դաշտից դուրս է։ Շնորհակալություն, պարոն Ղազան, նույն հարցը ուզում եմ ձեզ տալ, արդյոք հնարավոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մասնակիցները հնարավոր, ծառայություններ մատուցողները կլինեն շատ, թե պետք է համակերպվել, որ ունենք այս իրավիճակը, պետք է գործել այսպես։ Այն որ ունենք այս իրավիճակը դա ոչ վատ է, ոչ լավ է, հա, այսինքն մենք փոքր երկիր ենք, դա ունի թերություններին առումով, որ մասնակիցներն են քիչ, շատ հաճախ կարող է նաև շահերի բախման ռիսկ առաջանալ, բայց մյուս կողմից մենք նաև փոքր շուկա ենք, մենք չենք կարող մեզ թույլ տալ միանգամից օրինակ, չգիտեմ, ունենալ 20 խոշոր ճանապարհ կառուցող ընկերություն ենթադրենք, հա, որտեղ իրենք փոքր երկիր ենք, օբյեկտիվորեն, այսինքն խոշոր շինարարական աշխատանքները ի վիճակի են վերցնել ընդհանուր մի քանի ընկերություն, ուզենք չուզենք պատկերը սա է, հա, այսինքն այստեղ օբյեկտիվ իրականություն է սա։ Այլ հարց թե մենք ոնց ենք իրականացնում այդ գնումների գործածը այդ փոքր առաջարկների դեպքում, հա։ Մեր դեպքում մենք շատ լավ գիտենք, որ ինչ ենք մենք հիմնականում համայնքներում սա տեսնում, որովհետև մանավանդ Երևանից դուրս համայնքներում, հա, Երևանից դուրս համայնքներում մարդիկ լավ գիտեն, օրինակ Սևանի օրինակը ամենավառ օրինակն էր։ Մարդիկ չեն գնում մասնակցեն Սևանի համայնքապետարանի հայտարարած
մրցույթներին, որովհետև գիտեն, ուղղակի գիտեն, որ իրենք մեկը չեն հաղթելու, իրենք ինչ էլ անեն, իրենք չեն հաղթելու, որովհետև գոյություն այնտեղ ունի համայնքապետի տեղակալի ընկերություն, որը ինքն է վերցնելու, այսինքն հավաքական անդամիկ ներողություն։ Այսինքն նույնիսկ եթե խնդիր որևէ մեկը խնդիր իրենց խնդրի առաջ կանգնեցնի, իրենք այդ վախը ունեն, ներքին վախը ունեն, որովհետև իրենք չեն տեսել որևէ մեկին, որը պատժվել է այս ընթացքում։ Այսինքն շարունակում այդ վախը մնալ ու շարունակելու է մնալ, հա, այսինքն քանի մարդիկ տեսնում են, որ անպատժելիությունն է, ոչ ոք օրենքին չի հետևում, ով ինչ ուզում անում է վերջում հանձնում ընդունում հանգիստ ստորագրում են ու անորակ ասֆալտը հանձնում են, անորակ շինարարություն հանձնում են ու պատվիրատուն ընդունում, մարդիկ հասկանում որ ճիշտ արեցինք որ չդիմեցինք, որովհետև վերջում մենք գնալու ենք սրանից ավելի լավը անեինք, բայց իրենք գտնելու են խնդիր, որը տեղ բնութագրին հակասում է, ու մեզ զրկեին, մեզ գցեին ստեղծուսակ ու մենք գնայինք կոպիտ ասած բիզնեսը կորել, բայց այսինքն թույլ հսկողությունից բացի նաև պայմանավորված դեպքեր են, հա, այդտեղ շատ մանավանդ համայնքներ, որովհետև իրենք կենտրոնից դուրս են, հսկողությունից շատ հաճախ դուրս են մնում ու լրագրողների շատ հաճախ լրագրողների ռենդոմ ուսումնասիրությունների արդյունքում շատ հաճախ են տեսնում, որ մանավանդ համայնքներում հիմա ավելի շատ հրապարակումներ համայնքների մասն են, քան օրինակ կենտրոնական իշխանության մարմինների։ Դա խոսում է նրանից, որ կենտրոնական իշխանության մարմինները սովորել են խնդիրները այլտեղ թաքցնել, հա, այսինքն այն պաշտոնները, որոնք հակված են կոռուպցիոն գործակների, իրենք խնդիրները արդեն այլտեղ են անում, օրինակ տեղ բնութագիր գրելուց են ինչ-որ բան անում, որը արտակույս չի երևում։ Մրցույթը կազմակերպում են այնպես, որպեսզի կամ ընկերությունից բացի գալիս է նաև մասնակցում այլ fake ընկերություն, հա, իրենց ընկերությունը ձևական աճուրդապ հաստատ տեղ ունեմ կամ հա, այսինքն ձևական մրցույթ է, ինքը ըստ էության մրցույթը տեսնում ենք, որ ամեն ինչ լավ է, չեխոլ է, հա, բայց իրականում երբ որ խորհրդանք տակը տեսնում ենք, որ չէ, մրցույթը ընդհանրապես ձևական է եղել ու վերջում հաղթել է հենց այն մասնակիցը, որը կար, բայց երբ որ դու ընդհանրապես ուզում ես ինչ-որ մի հատ թեմա գտնես ընդհանուր առաջին կազմն ես նայում, այդտեղ խնդիր դու ակի չես տեսնի, իսկ համայնքներում դա տեսնում ենք, բայց ժամանակ ընթացքում համայնքները եւս կլուծեն այս խնդիրը։ Համայնքները եւս կանցնեն արդեն այլ ոլորտներում, այլ գնումների, այլ գործընթացի, այլ փուլում խնդիրներ գտնելու կամ խնդիրներ ստեղծելու։ Լավ, ամփոփելով մեր զրույցը, որոնք են այն մինիմալ քայլերը, որոնք պետք է անել առավել թափանցիկ դաշտ ունենալու եւ մրցունակ դաշտ ունենալու համար, թերևս Սուսինա ձեզնից սկսենք։ Դե կարծում եմ լրագրողների տեսանկյունից շարունակեն ուսումնասիրությունները, հրապարակումները եւ օգնեն պետական կառույցներին, մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ընդհանրապես հետամուտ քաղաքացիներին, ովքեր այս հարցի շուրջ ունեն իրենց մտահոգությունները։ Ես լրագրողներին խորհուրդ չէի տա շարունակել, որովհետեւ լրագրողները ես գործը շատ լավ անում են, իմաստ չունի իրենց խորհուրդ տալ, պետք է խորհուրդ տալ մարդկանց, որոնք չեն անում, այն ինչ որ պետք է անեին։ Օրինակ իրավապահ համակարգը պատժել մի քանիսին, դա կբերի նրան, որ այն մարդիկ, որոնք հակված են գողանալու, իրաց անոթներին մրցույթ տալու, պայմանավորված մրցույթներ կազմակերպելու, դրանց կստիպեր, որ իրենց պետք է մի քիչ ավելի զուսպ պահեն, կզսպեր, հա, խախտումրանելուց ու մի քանի քրեական գործերը ու դատարանի օրինական ու վճիռ ուժի մեջ մտնելը կօգնի, որ գնումների որակը ահագին կփոխվի առավելապես հանգում ընդունման փուլում։ Ես համաձայն եմ, նախ կարծում եմ, որ օրենսդրական բազան պետք է բարելավի, բայց այստեղ պետք չի մենակ կենտրոնանալ փոխկապակցվածության վրա, որովհետև երբեմն այդ փոխկապակցվածությունը նորմալ էլ կարող է դիտարկվի, այսինքն փոխկապակցվածությունը շատ լավ խնդիր չի։ Երբեմն նաև խնդիրը, երբ որ փոխկապակցված չեն, բայց ինչ որ շահագրգռվածությունը ընթացքից ծնվում։ Օրինակ Telcel-ի ներդրումը որպես միասնական այդ տոմսային համակարգի հիմնական կառավարում սկսել էր դեռևս Տիգրան Ավինյանի պաշտոնավարումից առաջ, բայց արդեն պաշտոնավարման ժամանակահատվածում այնքան պայմանագրային դրույթների խախտման վրա աչք է փակվել, որ հարց է առաջանում Telcel-ը ավելի շատ փոխկապակցված էր այն պաշտոնատար անձանց հետ, ովքեր գրել էին այդ մրցույթը, թե այն պաշտոնատար անձանց հետ, որոնք հանձնման ընդունման ակտերը ստորագրել էին առանց համապատասխան նախադրյալների բոլոր պայմանների եւ ժամկետների ուշացումներով։ Եթե ընդհանուր միջավայրը այնպեսին է, որ որպես պաշտոնյա ինչ ուզես կարող ես անել, ինչպես իրականացվեց Telcel-ի դեպքում մոնոպոլիա ընտրվեց բոլոր ժամկետների խախտումով, ուրեմն այս պարագայում օրենսդրությունը ինչ կլինի, ինչ չլինի, ոչ մի նշանակություն չունի։ Ամենայն դեպս դրա մասին բազմաթիվ հրապարակումներ եղան եւ որևէ իրավապահ անգամ քննություն չիրականացվեց, թե ինչ են հանձնման ընդունման ակտերը ստորագրվել առանց բավարար պայմանների։ Շնորհակալություն Տիկին Խալաֆյան։ Ես մի քանի առաջարկ նաև պիտի կրկնեմ երևի թե նախ լրագրողների աշխատանքը հանձնաժողովի գործունեության տեսանկյունից հիմնարարային առումով որ վարորդի հարուցման հիմքը հանդիսանում ուսումնասիրություններ սկսելու հիմքը առնվազն
եւ հանձնաժողովի ընդհանուր ուսումնասիրությունների թվի կեսից ավելին հիմնվել է նախորդ 2 տարում հետաքննող լրագրողների աշխատանքի արդյունքների վրա։ Այդ առումով նաեւ շատ կարեւորում ենք այդ համագործակցությունը։ Հսկողության տեսանկյունից թեև փոխկապակցվածությունը միակ խնդիրը չի, այդ առումով եմ համաձայն, բայց հանրային հսկողությունը երևի ավելի շատ պետք է նաև իրականացվի փոխկապակցված ընկերությունների ոչ միայն նախքան պայմանագրի կնքում, այլ դրա կատարման, պայմանագրից հետո աշխատանքների նույն հանձնման ընդունման process-ներում, այդտեղ թեև հանձնաժողովի լիազորությունը է նորից սահմանափակեն, բայց ընդհանուր նաև ուսումնասիրության հետագա ընթացքի համատեքստում մարմինները հնարավորություն կունենան որոշակի գործողություններ ձեռնարկել եւ իրավապահների աշխատանքը նորից նշվեց, դա թերևս ամենակարևորն է այս process-ում, հաշվի առնելով, որ միայն կանխարգելիչ միջոցառումներով կամ գործողություններով հնարավոր չի որևէ էական արդյունք ապահովել եւ թեկուզ այն դեպքերում, երբ օրինակ պայմանագրի արժեքը շատ մեծ չէ կամ պետությանը էապես պատճառված վնաս չկա, իրավապահ մարմինները հնարավորություն ունեն գոնե թե օպերատիվ միջոցառումներով ճշտել արդյոք օրինակ մասնակից ընկերությունների վրա գործընթացից դուրս որևէ ազդեցություն լինում է թե չի լինում, ինչը նաև խաթարում է ընդհանուր մրցակցությունը, հետևաբար նաև իրավապահ մարմինների աշխատանքը այդ կոնտեքստում խիստ կարևոր է։ Շնորհակալություն, պարոն Բեջանյան, որպես գործող հավաքանու անդամ կրկին ձեզ ենք տալիս հնարավորությունը ամփոփելու վերջում։ Մասնավորապես թելսելի մասով այդ անիմաց քննադատության չանդրադառնամ, անդրադարձեք, պարոն Բեջանյան։ Պարոն Բեջանյան, անդրադարձեք, ինչու՞ չանդրադառնաք։ Շատ ավելի կարևոր բանի մասին կարելի է խոսել։ Տեսեք դուք մեկտաբան մեկ տեսեք պաշտոնյայի պատասխանատվության բան ասում, չեմ անդրադառնա, ոչ հերքում, ոչ հաստատում։ Ու մեր բոլոր պաշտոնյաները այսպեսին են։ բոլորը այդպես։ Այսինքն պատասխանատվությունը իր վրա չի վերցնում հերքի։ Այդ բոլոր չի կա տենց խոսեի։ Ու չի էլ ասում հա։ Պարոն Հաջակյան, հենց այդ բոլոր պաշտոնյաների ու մեր մոտեցման այդ պաշտոնյաների մասին եմ խոսել։ Հիմա ես խոսում եմ գնոն անցակարգի մասին։ Այսքան մարդ նայում ասեք հերքում եք թե չեք հերքում։ Ինչը։ Իմ ասածը, որ պայմանագրային դուք ձեր խոսքի մեջ իրար հակասական բաներ ասացիք, այդ սովորությունը դա արդեն հակասական ժամանակաշրջանի ընթացքում պայմանագրային դրույթների խախտում ա եղել։ Դուք հերքում եք թե հաստատում։ Այդ պայմանագրային դրույթները ըստ ձեզ դուք ավականի եք եղել, չէ։ Այո։ Ըստ այդ պայմանագրերը ես եմ ուսումնասիրել, որովհետեւ ես կարողանամ պայմանագրի մասին հերքել կամ հաստատել։ Ուրեմն ասեք տեղյակ չեմ։ Չէ, մի րոպե։ Որտեղ ձեր ժամանակը դուք պահանջում եք հերքել կամ հաստատել։ Ձեր ժամանակը միշտ քաջ գիտակցելով որ այդ պայմանագրային գործընթացը գործերի մարմինը դա զբաղվում, օրենսդիր մարմինը շատ հանգիստ այդ պայմանագրի կարող չտեսնել։ Պարոն Բեջանյան, քանի որ մենք ես վերցնում եմ պատասխանատվություն, չէ, ավարտեմ նոր էլի։ Որտեղ դուք ոնց բանավեճ Բանավեճի վերացի որտեղ կարևոր բան ենք ասել։ Մի օրինակ ասեմ, պայմանագրի արդյունքի մասով։ Օրինակ գիտենք, երբ որ կառուցված դպրոցը, որը հանձնված է շահագործման ու վարչապետը պետք է հաջորդ օրը գնար լենտը կտրեր, կարմիր ժապավենը կտրեր, դրա նախորդ գիշերը շինարարը գնացել էր հատակը ամբողջովին քանդել, նորից էր կառուցել, որովհետև հատակը խնդրահարույց էր։ Բայց մինչ այդ արդեն իսկ զեկուցել էր, որ ինքը պատրաստ է ընդունման, նույն կերպ ներողություն, հասկացա, նույն կերպ կա մանկապարտեզ, որը որ հանձնված չէ, բայց չի շահագործում, հաստատի ուժում է շահագործողը։ Երբ որ դուք պարոն Խաչակյանին ասում եք, որ ձեր ասածը անհիմն է, պարոն Խաչակյանը ասում է, խնդրում եմ հիմնավորեք ինչով է անում, դուք ասում եք չեմ մեկնաբանում։ Ամբողջ խնդիրը դա է, ես փորձեցի հասկանալ։ Դե իրականում լավ ըստ էության ես չէ, մեկնաբանը ինչի նոր մոդա է, անհասկանալի խոսքը։ Այսինքն, երբ որ մարդիկ ասում որ տեսելի գործ համայնքի համար, թե պատասխանատու չեք։ Այսինքն ինչ արշավում, ձեզ ասում են միասնական օպերատորի չարաշահում ա եղել, ոչ ասում եք շնորհակալություն կհետաքրեմ, ոչ հերքում եք, ոչ հաստատում, մինչև ձեզ մի տարուց ավել արդեն բոլորը մեզ ասում են որ միասնական օպերատորի հետ կապված բոլորը չարաշահումներ են եղել։ Ինչ գնահատացը կա, որ նույնիսկ այդ թեցը քանի որ մեր քննարկումը ես կարող եմ բարձրի ես էլ այդտեղ ինչ որ շահագրգռվածություն ունեմ վերջին։ Բայց այս բանավեճը որպեսի տեղի չունենար, դրա համար ասում եմ չեմ ուզում մեկնաբանել։ Որտեղ հասկանում որ ոչ այլ ինչ է, դա ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա պարոն Խաչակյան։ Ինչը հերքեմ, ինչը հերքեմ։ Դուք նախադասություն ձևակերպեցիք նախադասության սկիզբն ու վերջը իր լակասող է։ Հերքեք որ անօրինական բան չի եղել, լավ սենս ձևակերպ։ Պարոն Բեջանյան, հաշվի առնելով նայած պարոն Խաչակյանի քննադատությունները, խնդրում եմ ամփոփել ձեր խոսքը։ Ուզում եմ խոսեմ գրման ընթացակարգի առումով, դուք հենց նոր մեկնաբանում եք, որ տեսեք երկու դրվագ ասեցիք փոխկապակցության առումով եւ տեխնոլոգիաների առումով, թե Երևանում ինչպես են խախտումներ անում, համայնքներում ինչպես են խախտումներ անում ու ենթատեքստում խոսքի միշտ գնում է ոչ միայն ազնական բոլորիս ենթատեքստում միշտ գնում է որ խախտում արվում է բոլորը միտված են խախտում անելու չգաք չմաստակցեք որովհետեւ մեկը եթե իրանք պետք է հաղթեն ձեզ դուք չեք հաղթելու Ես խոսում եմ կալումների մասին
Հենց այդ ես էլ եմ ընկալման մասին խոսում, միջև եթե ասենք փոխվի, թեկուզ փոքր շուկայով գործող գրման օրենքով, ոչ օրենքն է կատարյալ, ոչ օրենքի գործածումը։ Խախտումներ շատ տեղեր կարող են լինել, վստահաբար լինում են։ Էլի կանդրադառնանք։ Ասածս նա է, որ մենք կարիք ունենք այդ օրենքի գործածման ընկալման ու ստեղ անելիք ունենք ոչ միայն պետությունը կամ համայնքային ներկայացուցիչը, այլ նաև մասնավորը։ Նույն մասնավորը պիտի գա մասնակցի, պիտի համապատասխան տեխնոլոգիայով գա մասնակցի հաղթի ու թող չթողնեն իրան, որ ինքը հաղթի, գնա իրավական process, այդպես է կարգավորվելու ի վերջո։ Բայց այստեղ մենակ պետության վրա թողնել սխալ մոտեցում է։ Որտեղ մենք բազմաթիվ դեպքեր գիտենք, երբ որ մրցույթի մասնակիցը դիմել է դատարան, հաղթել է, որոշ դեպքերում չի հաղթել, դա չի իրական, բայց ըստ էության դրանից չի փոխվել, չէ՞, որ դա խոսում է մեկ այլ օրենքի վատ կիրառության մասին, դա խոսում է նրան մասին, որ այն մարդիկ, որոնք գնումների օրենքներում, գնումների գործընթացի իմպլեմենտացիան փուլում թույլ են տալի խախտումներ, այդ թվում նաև քրեական պատասխանատվության չի ենթարկվում։ Ճիշտ է, արդյոք այս փուլով միայն համայնքը կամ պետությունը ունի անելիք, մասնավոր սեկտորը չունի անելիք։ Իսկ ով ունի։ Մասնավոր կներեք, էլի, մասնավոր սեկտորը ինչի է։ Պետական պաշտոնյան ասում ժողովուրդ մասնավոր սեկտորը զբաղվեք մեզ ինչ եք։ Ես չեմ ասում ժողովուրդ։ Պարոն Խաչակյան, դուք նորից ախր իմ խոսքը լրիվ ալկեպ եք։ Մասնավոր սեկտորը ես ասում եմ, որ այս գործը եթե մենք ուզում ենք այս գործը ունենանք, հասնենք նորմալ արդյունքի վերջնական ներողություն ապատել։ Հասնենք վերջնական արդյունքի։ Խաղի կանոններ թելադրողը չի։ Խաղի կանոնները թելադրողը ամենը պետությունն է։ Շատ լավ, խաղի պետությունը գծել է խաղի կանոններ, մասնավորը խաղում է խաղի կանոնները, պետությունը ոչ։ Ամբողջ խնդիրը դա է։ Մասնավոր խաղում է խաղի կանոնները։ Իհարկե, մասնավորը գալիս մի չի խաղում։ Վաղ կա, որի պատճառը նույնպես կարող է լինել պետությունը։ Այդ նրանց որ պետությունը իր կանոններով չի խաղացել, իր գծած կանոններով չի խաղում։ Ես համաձայն եմ, որ վախը կա մասնավորի մոտ, որ չի մասնակցում։ Ասում եկեք միասին այդ վախը անենք։ Պարտադիր չի մենակ վերևից այդ փոփոխությունը կարող է պետությունը իր գործը անի, մասնավորը կհարմարվի դրան։ Մասնավորը դե եկեք ասենք թող պետությունը անի ու ոչ մեկը ոչ մի բան չանենք։ Ընկերներ, շնորհակալություն։ Ֆակտոր TV տաղավարում թույլ տվեք ամփոփել, չնայած մեր ամփոփումը կարծես թե ավելի հետաքրքիր ստացվեց, քան բուն քննարկումը, այնուամենայնիվ ցանկանում եմ ամփոփել, շնորհակալություն։ Ֆակտոր TV տաղավարում քննարկում էինք պետական գնումների գործընթացը եւ դրանում առկա խնդիրները եւ հնարավոր լուծումները։